Հիմի ասեմ ժողովուրդ ջան, այսպիսի բան դեռ չէր եղել, սա արդարոց դեպք էր, որովհետև նախորդ ավագանի մեկ 5 տարի, համարյա 3 տարի ու կես վարել ենք, միշտ եղել են հրաժարականներ, այսպիսի բան դեռ չի եղել, հետո էդ էլ ձեզ ասեմ, որ մեր հանձնաժողովում 7 հոգի ենք, 7 հոգուց որևիցե մեկը պրոֆեսիոնալ իրավաբանական բան չի, երկու հատ ուսուցիչ կա, ես շինարար եմ կրթությամբ, իրավաբան չունենք, մենք ամեն ինչը մենք համաձայնեցնում ենք կենտրոնական հանձնաժողովի մեր գործընկերների հետ, մեր չնայած դա մեր իրավազորությունն է այս որոշումները, արձանագրությունները կայացնելը, բայց մենք իրավաբանական այդ բաների մեջ չենք կարող, որտեղ մենք այդ մասնագետը չենք, ուզում եմ իմանալ ճիշտ հասկանանք, տեսեք հիմի Կարենը Պատալյան հայցով դիմել է դատարան, վարչական դատարան, վիճարկում է քաղաքապետի կայացրած արձանագրությունը, որը ուղարկվել է ընտրատարածքային հանձնաժողով, չգիտեմ, եթե դատարանը վճռի, որ հա պիտի վերադարձվի, այս դեպքում ինչ է լինելու։ Ժողովուրդ ջան, հիմի ասեմ, այստեղ դուք որ ասում եք պիտի վերադարձվի, ես ես իրավաբանական բաների մեջ էլի ասում եմ, չեմ ուզում մտնեմ, որտեղ ես այդ մասնագետը չեմ, բայց ինչքան որ ես տեղեկություն ունեմ, կայքերից եւ այլ, ինձ ոչ մի փաստաթուղթ չի եկել դատարան, որ ասում եք բան, բայց վիճարկվում է Գյումրի համայնքի ղեկավարի այդ արձանագրությունը, որի հիման վրա մենք տվեցինք մանդատ։ Հիմի մեր արձանագրության հիմքը դա է։ Հիմի եթե դա վիճարկվի, չեղարկվի, դուրս կգա, որ մեր արձանագրության հիմքը չկա։ Հետևությունները թողնում են ձեզ, որտեղ ես էլի ասում եմ, ես իրավաբան չեմ կարող ասել։ Ինչ կարող է տեղ ունի։ Չեմ կարող ասել։ Ժողովուրդ ջան, այս կարգի վեճերը դատարանն է որոշում, ես իրավասու չեմ, դատարանի եթե ցանկացած որոշում կայացվեց, ես իրավասու չեմ այդ դատարանի որոշումը քննարկել։ Եթե դատարանը որոշում է կայացնում, ելի մեր հետ դա կապ չունի։ Դատարանը որոշում պետք է կայացնի Գյումրի համայնքի ղեկավարի արձանագրության վերաբերյալ։ Մեր վերաբերյալ ոչ մեկը դատարան չի դիմել, մեր գործողությունները ոչ մեկը չի վիճարկել։ Մենք պատասխանող չենք այս պահի դերությամբ։ Օրենքի մեջ ինչ է ասում, մեկը մեկնաբանում է, որ ավական անդամը իրավունք ունի հետ վերցնել, մյուսն ասում է, որ միայն պատգամավոր իրավունք ունի, ավական անդամը չունի։ Օրենքի մեջ ինչպես է։ Ժողովուրդ ջան, հիմի ես ասեմ, իմ օրենքը չնայած դա իմ պարտականությունների մեջ չի մտնում, ես բայց ես ոնց ասեմ, ես իրավիճակից ելնելով ես ուսումնասիրել եմ իմ օրենքը, 70-րդ հոդվածը ասում է, որ համայնքի ղեկավարը 7 աշխատանքային օրվա ընթացքում արձանագրություն է կազմում, կազմելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Հիմի գրածով ու օրենքն էլ այսպես է, օրենքը պետք է հասկանաս բառացի տարածի, ինչպես գրած է, եթե տարընթերցումներ կան, այդ տարընթերցումները լուծվում են դատական կարգով։ Սա մեր օրենքի մեջ օրենքի մեջ ոչ գրած է իրավունք ունի, հետ վերցնել, ոչ է գրած է որ իրավունք ունի։ Ուղղակի գրած է որ 7 օրվա ընթացքում քաղաքապետը արձանագրություն է կազմում, կազմելուց հետո 7 օրվա ընթացքում ինքը կարող է առաջի օրը, ինքս է գրած, որ այդտեղ կարող է առաջի օրը կազմի, կարող է վերջի օրը կազմի։ Կազմելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ուղարկի մեզ։ Մենք է 7 օրվա ընթացքում պետք է հերթական համարին մանդատ տանք։ Հիմա եթե տարընթերցումներ կա օրենքի, այդ հարցերը լուծվում է դատական կարգով, դա մեր տիրույթում չի։ Պարոն Ղազարյան, հիմա եթե դատարանը որոշի վերականգնել Ճիշտ ասած, արեք մի բան հասկանանք, էլի տարածքային ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մանդատ վերցնող չի։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը մանդատ տվող է։ Այս պարագան մանդատի կարճ դնելու տիրույթը համայնքապետարանինն է։ Մենք մանդատ տվող ենք, մենք մանդատ վերցնող չենք։ Ցանկացած հարցում այնտեղ բաներ կա, թիմ օրենքի մեջ ուրիշ հոդվածներ կա, եթե մի նստաշրջանի ժամանակ 50% քվեարկություններին բացակայում է կարող են մանդատից զրկել։
Մենք դրա հետ կապ չունենք ժողովուրդ ջան։ Եթե զրկենք, արձանագրությունը գալիս է մեզ, մենք հաջորդին մանդատ ենք։ Պարոն Ղազարյան, Մենք տվող ենք վերցնող չի։ Եթե համայնքի ղեկավարը առաջնորդվեք հա օրենքի 7-օրյա ժամկետը եւ որոշում է արձանագրությունը կազմվել ոչ թե հաջորդ օրն ուղարկել, այլ թողնեին վերջին օրը, հա, ըստ էության 7-րդ աշխատանքային օրը, ըստ էության առաջ չէր կա, հա, այսպես ասած, այսինքն ինքը իր մանդատը կարող էր հետ վերցնել։ Ես չեմ կարող ասեմ օրենքով, ես կարտացել եմ օրենքը մի քանի անգամ, այդպես բան նախատեսված չի եղել։ Իրենք իրենց պատասխան կրության մեջ են դա ֆիքսել։ Քաղաքապետը ֆիքսել է, որ օրենքով նախատեսված է այսպես, մենք այսպես արել։ Պատճառն ինչ է եղել, որ ուզեցել այդ վերցնել։ Ինքը ինչքան որ ես տեղյակ եմ լրատվամիջոցներից ինչքան որ ես տեղյակ եմ, ես քանի օր այդ ամեն ինչը գրվել է, ինքը մանդատից հրաժարվել է պատճառաբանել է այլ աշխատանքի անցնելու բանով։ Ինչ որ ես, ինչքան որ բոլորը գիտեք ժողովուրդ ջան, դրանից ավելի քիչ ես գիտեմ։ Ղազարյան դու բարոց ասացիք լիստ չեք գումարել։ Ինչը փոխվեց որ ես։ Առավոտ ասել եմ միշտ չունեմ, որտեղ այդ գրությունը մեր մոտ չի եղել։ Մենք երեկվա արձանագրությամբ մենք փաստել ենք, որ լիստը կգումարվի համայնքապետարանի պատասխան գրությունը ստանալուց հետո։ Երբ որ մեր գրությունը մեր մոտ եղավ, արդեն մուտք եղավ, այդ ժամանակ ես զանգահարել եմ մեր մասնագետին, ասել եմ, որ լիստը կգումարվի ժամը 18:00-ին, որ բոլորը ներկա լինեն։ Նշեմ նաև, որ տվյալ արձանագրությունը քիչ գրությունով դրատարածքային ընդրական հանձնաժողովը ուղղակի համայնքապետարան մանդատը մենք տրամադրենք Հանուն